Բարև ձեզ, և այսպես, 3 օրվա երկրորդ կեսին կայծակնային արագությամբ տարածվեց տեղեկություն այն մասին, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Այս մասին հայտարարություններով հանդես եկան Երևանը և Բաքուն։ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Այս հայտարարություններից հետո մի շարք երկրներից, եվրոպական երկրներից, այդ թվում Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և այլն, տարածաշրջանի երկրներից, Իրան, Վրաստան, մերձբալթյան երկրներից ողջունեցին այս համաձայնությունը, իսկ Հայաստանում արձագանքները բնականաբար, ինչպես միշտ տարբեր են և իրարամեժ, կախված արձագանքողի քաղաքական հայացքներից, համակրանքներից և հակակրանքներից։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շատ հետաքրքիր օր ենք հանդիպում, հետաքրքիր իրադարձությունների զարգացումների առումով և մեր տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան այս գործընթացի մասով և Ուկրաինայում։ Սկսենք մեզանից, իհարկե ամենակարևորը սա է, ես նշեցի, որ Հայաստանում արձագանքները տարբեր են, բնականաբար ավելի շատ ընդդիմադիր շրջանակները սա համարում են կապիտուլյացիա, իշխանական և իշխանամերձ շրջանակները համարում են, որ Հայաստանը դժվար, բայց քայլ առ քայլ գնում է դեպի խաղաղություն, դեպի խաղաղության հաստատում, դեպի խաղաղության օրակարգ։ Դուք ինչ կասեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես նախ ուզում եմ ասել, որ լավ կլիներ հրապարակել ամբողջ տեքստը։ Բացատրեմ ինչու։ Հատվածային մենք գիտենք, այս հոդվածային, էսա այն մյուսը նա է, մեր արտգործնախարարության հայտարարության մեջ շատ մեկ նյուանս կար տարբերվող Ադրբեջանի նախարարության հայտարարությունից, որ համաձայնեցվել է, բայց Հայաստանը համաձայնվեց երկու այն վերջի կետերը, որտեղ անհամաձայնություն էր Ադրբեջանի տարբերակով ընդունել։ Հայաստանը համաձայնվեց, դրանից հետո պատրաստ է ստորագրման այդ փաստաթուղթը։ Ադրբեջանի տեքստում դա չկար, միայն ադրբեջանցիք ասացին, որ իրանք համաձայնեցրել են Հայաստանի հետ բոլոր 17 կետերը, ու իրանց մոտ նաև կար, որ հիմա ժամանակը եկավ սահմանադրությունը փոխել Հայաստանի և Մինսկի խմբից հրաժարվել։ Նույնիսկ այդ տեքստերը ցույց են տալիս, որ նույնիսկ համաձայնեցումը այդպես հեշտ չէ անցել, բացի դրանից Ադրբեջանը չի պլանավորում մոտ ժամանակներս ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Բայց Հայաստանի վարչապետի բացատրության մեջ շատ կարևոր հատված կար։ Վարչապետը ասաց, երբ որ մենք 17 հոդվածները միասին դիտեցինք, ընկալումը փոխվեց։ Հիմա ինքը պետք է օգնի մեզ, որ մեր ընկալումն էլ փոխվի, ինչ առումով։ Այդ երկու կետերը, որ համաձայնեցրեցին, ակնհայտ է Ադրբեջանի տարբերակով գնաց ու մերոնք բաց են ասում Ադրբեջանի տարբերակով, ու ես ուզում եմ ամբողջ տեքստը կարդալ, որ համապատասխան այն 15-ը ինչով են կոմպենսացնում ստեղի մեր զիջումը։ Այդ դեպքում կարող ենք էլ ասենք, ընդհանուր առմամբ փաստաթղթը բալանսավորված է, բայց ես ուզում եմ ասել, գնալ դեպի խաղաղություն, բանակցել, դրա դեմ լինելը իրոք անխելքություն, ուղղակի ես ուրիշ բառ չունեմ ասել։ Հակառակը էսկալացիան էր, հիմա էսկալացիայի ռիսկը կարծես փորձ է արվում կառավարել դիվանագիտական ռիսկով։ Ինչ որ չափով նույնիսկ կառավարվում է։ Նույնիսկ կարելի ասել։ Կառավարվում։ Բայց այն երկու կետը, որը վերջնականորեն համարվում է, որ համաձայնեցված են, իր մեջ ունեն ռիսկեր։ Բաց խոսենք, այդ դրա մասին պետք է։ Երկու կետերը որոնք էին, մենք մի հատ հիշենք, հետո ռիսկերի մասին խոսենք։ Դրանցից մեկը վերաբերում էր միջազգային իրավական հարթակներից հայցերի փոխադարձ հետկանչմանը, եւ Հայաստանն է հետկանչում, եւ Ադրբեջանն է հետկանչում, եւ պայմանավորվում են, որ այդ հարցերը նորից չեն առաջացնելու։ Եվ մյուսը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին երրորդ երկրների ներկայացուցիչների բացառումը։ Սկսեմ առաջինից։ Հետ վերցնել հայտերը։ Առաջինը այդ միջազգային դատարաններում կան դատարաններ, որ ես ու դուք կարող ենք դիմել։
շրջանցելով մեր կառավարությունը։ Ինչը կառավարությունը կարող է մեզ ճնշել, որ մենք դիմենք, ուրեմն ստեղ էլ կան խնդիրներ։ Օրինակ Ադրբեջանը վաղը կարող է ասել, մենք խոստում տվեցինք, Ադրբեջանի կառավարությունը չի դիմի դեռ դեմ, բայց հետո ասի իր հեքեների, իր ինչ որ կենտրոնների, ադրբեջանական կասի իրանք անկախ են մեզանից, իրանք դիմեցին։ Նույնը մենք կարող ենք անել։ Նույնը մենք կարող ենք անել։ Ուրեմն ստեղ ես չգիտեմ նյուանսները, դա է պատճառը, ես ասում եմ բացեք այդ կետը։ Ու մյուսը էլ ավելի կարևոր։ Ինչ ասեց երեք, ինչ ասեցին Իլխամ Ալիևը, այդ Բայրամովը եւ Խաջիևը։ Իր խորհրդականը արտաքին հարաբերությունների հարցերով։ Երեքն էլ երեք ելույթ ունեցավ, երեքն էլ։ Ու ասեցին մեկ բան շատ կարևոր։ Ասեցին Հայաստանը պետք է կոմպենսացնի այն վնասը, որը մեզ հասցրեց 30 տարվա ագրեսիայից։ Դա սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, այդ մենք կարող ենք քննարկել։ Իրանք մեծ փաթեթ պահանջների ներկայացրեցին ի պաշտոնե ՄԱԿ-ի արբիտրաժային դատարան։ Հիմա այդ մտնում է այդ պահանջի, որ Ադրբեջանը հետ վերցնի։ Տրամաբանորեն պիտի որ պետք որ մտնի, բայց ես ուզում եմ տեքստը նայել, որ ֆիքսվի, քանի որ Ադրբեջանը խոսում է, գիտեք, որ դատարանների մասին։ Մարդու իրավունքների դատարանի Եվրոմիության եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի։ Այդ երկու դատարանների ու իպարզա ՄԱԿ-ի քրեական դատարանի։ Այդ դատարանների Ադրբեջանը տնտեսական մասով դատարանների մեջը կարող է նկատի չունի։ Ուրեմն տեսակ, չէ՞։ Ադրբեջանը ասում է համաձայնեցված են այդ երկու կետն էլ, բայց զուգահեռ Ալիևը, Բայրամովը իր թիմը, Հիկմետ Գաջիևը իր թիմը ասում են, չէ, բայց այն 50 միլիարդ կամ 100 միլիարդ կոմպենսացիան դուք պետք է տաք։ Կոմպենսացիայից բացի Ալիևը երեք հայտարարություններով հանդես եկավ, էլի ինչ որ բաների մասին խոսեց, դրանց կանդրադառնանք, բայց էլի վերադառնալով այդ երկու կետերի շուրջ համաձայնության գալու ռիսկերին, դուք մեկը նշեցիք, մյուսը երրորդ երկրների ներկայացուցիչներն ավելի պարզ ասած եվրատիտորդների ներկայությունը։ Հիմա եթե համաձայնում ենք նրանց հանել խաղաղության պայմանագիրը ստորագրելով, սա մեծ ռիսկ է, թե խաղաղության պայմանագիրը ավելի լավ երաշխիք կարող է լինել, քան դիտորդները։ Ну, ինչքան հասկանում եմ, իշխանությունը ասում է, պայմանագիրը ավելի բարձր մակարդակի երաշխիք է։ Իշխանությունը այդպես է ասում։ Իմ արգումենտը ուրիշ է։ Իշխանությունը Փաշինյանը Ալիևի Պուտինի հետ չեն ստորագրել համաձայնագիր նոյեմբերի 9-ի 2020 թվականի աշխատեց, ուրեմն ինչ եմ ուզում ասել, փաստաթղթի աշխատելը կապված չի միայն բարի կամքի հետ կողմերի, նաև կապված է երաշխավորների ինստիտուտից, կա թե չկա, դες մենք ի վերջո գալիս ենք նրան։ Շատ կարևոր խնդրի եկանք, երաշխավորի հարց պետք է Հայաստան առաջ քաշի եւ ընդհանրապես այդ պայմանագիրը, որպեսզի ռեալ հողի վրա գործի, խիստ անհրաժեշտ է երաշխավորի ինստիտուտը։ Այո, անհրաժեշտ է, մենք նույնիսկ Ուկրաինայի դեպքում դա տեսնում ենք, ինչ պինդ պայքարում է Ուկրաինան, որ երաշխավորներ լինեն, որ չմնա ամեն ինչ նրան բարի կամքի Պուտինին։ Պուտինն էլ վաղը նորից կսկսի պատերազմ։ Ստեղ էլ ագրեսիվ կեցված Ալիևի չի տալիս հույս, որ կհանգստանա այդ մարդը։ Այդ մարդը չի հանգստանա, պարզ է դա։ Բայց այդ երաշխավորների ինստիտուտը միգուցե հիմա ձևավորվում է, բացատրեմ ինչով։ Հիմա Էմանուել Մակրոնը, Գերմանիան, լիքը պետություններ հիմա ողջունեցին, դուք ասեցիք, չէ՞, ողջունեցին։ Ուրեմն իրանք ստանձնում են ինչ որ պարտավորություններ, չէ՞, երաշխավորի, քանի որ եթե Էմանուել Մակրոնը ում մենք իրոք հարգում, շատ ենք հարգում, բայց եթե ինքը ասում է, որ լավ պայմանագիր է, ողջունում են, որ ստորագրեցիք, ուրեմն իր վերլուծական կենտրոնները, իր կառավարական ինստիտուտները ասեցին, որ կարելի է կառավարել։ Այդ շատ կարևոր մեսեջներ են։ Օրինակ, դուք գիտեք, Գերմանիայի մեսեջներ դրական, բայց Բերբոկը, Գերմանիայի այսօրվա արտգործնախարարը, ասեց, որ Հայաստանը միակողմանի զիջումների գնաց, Ադրբեջանը դա պետք է գնահատի։ Կոպիտ ասած երեսով տվեց, որ Հայաստանը գնաց քայլի, իմացի աշխարհ։ Ինչ եմ ուզում ասել, եթե իրանք շնորհավորում են, ուրեմն իրանք ինչ որ պատասխանատվություն պետք է կրեն։ Ամենայն լավ իմաստով եմ ասում, դա քննադատություն չի։ Երբ որ Էստոնիայի արտգործնախարարը ողջունում է ոչ միայն Էստոնիայի
արտգործնախարարությունը, անձամբ արտգործնախարարը ինքը պատասխանատվություն կրում է։ Այդ իմաստով մենք պետք է փորձենք հիմա ձևավորել այդ երաշխավորների ինստիտուտը։ Միացյալ Նահանգների դերակատարությունը Նու կարծես թե չկար, միգուցե գնում է ինչ որ process Միացյալ Նահանգների կողմից ու միջև մեր հանդիպումը, չէ, դուք ինձ ասացիք, որ ինչ որ տվյալներ կան դեռ ճշտված, որ Միացյալ Նահանգների բանագնացը Մոսկվայում բանակցություններից հետո անմիջապես մտավ Բաքու, ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները հենց եկան դրա համար խորհրդորել Ալիևին, որ այս պայմանագիրը ստորագրի։ Նորից կրկնում։ Այ երբ որ մենք նոր ձեզ հետ խոսացինք, որ համաձայնեցված է, դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրել։ Ադրբեջանի 3 առաջի դեմքերը արտաքին հարաբերությունների հարցերով, Ալիևը, Բայրամովը եւ Հիկմետ Գաջիևը ասեցին, ոչ, այդ տեքստը մենք չենք ստորագրի միջև սահմանադրությունը չփոխեք, Մինսկի խմբից դուրս չգաք, համաձայնվեք փակել ԵԱԿ-ի Մինսկի խումբը, միջև չի արտահանձնեք մեզ այն մեր ցուցակը հանցագործների Հայաստանում պահկվող պատերազմների ժամանակ։ Պատկերացնում եք, իրենք պատերազմները հրահրեցին եւ 90-ական թվերին եւ 2020 թվին մեզ մեղադրում են, բայց ժամանակը ցույց է տալիս, որ իրանք հետևողական են։ Իրենց այդ նույնիսկ անհեթեթ նախապայմանները առաջ են տանում, ինչ եմ ուզում ասել, միգուցե ամերիկացիք Տրամպը ասեց գնա մի հատ հորդորի, որ ստորագրեն, էլի բարձրենք այդ հարցը։ Այդ պահանջներին այնինչ չկա խաղաղության պայմանագրում, չի նշանակում, որ չկա նրանց օրակարգում, դրանցից մեկը սահմանադրությունն է, սահմանադրության մասով ինչ կարելի ասել։ Նու մենք միշտ ասել ենք, որ դա մեր ներքին գործն է, այսօր էլ հաստատեցին էլի Հայաստանի ղեկավարությունը, որ չի քննարկվել այդ հարցը Ադրբեջանի հետ, քանի որ դա մեր ներքին գործն է, բայց մեկ օր առաջ վարչապետը հայտարարեց, թե չի բացառում, այսինքն հնարավոր է, որ սահմանադրության նոր տեքստը ունենա նաև տարածաշրջանային նշանակություն եւ նաև ավելացրեց, որ հիմա նոր իրողություն կա, այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է, իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում եւ լուծում է։ Վարչապետի ասածը այս կոնտեքստով սահմանադրության ինքը ինչ է ասում։ Անիմաստ է փոխել սահմանադրությունը, քանի որ պայմանագրում կա կետ, շատերը մոռանում են։ Հիշում եք, այո, որ ստորագրումից հետո, վավերացումից հետո այդ պայմանագրի Ադրբեջանի հետ չենք անում ներքին օրենսդրությանը։ Այո, այս ինչ է նշանակում, որ մեկ, ասենք Ադրբեջանը համաձայնվի վաղը ստորագրի։ Այդ խաղաղության պայմանագիրը պետք է ռատիֆիկացիա անցնի եւ մեր ազգային ժողովում եւ Միլի Մեջլիսում Ադրբեջանի։ Ավտոմատ դա նշանակում է, որ այդ փաստաթուղթը ավելի ուժեղ է ներքին մեր սահմանադրություններից, օրենսդրությունից եւ Ադրբեջանի եւ Հայաստանի։ Ու ինքը ասում է դա լուծում է։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ուզում է իրենց համոզել, որ անիմաստ է, քանի որ կա այդ կետը։ Հետ կկանգնի Ադրբեջանը, թե ոչ, կասկածում եմ, որ հետ կկանգնի, բայց Ադրբեջանը նաև ուրիշ նախապայմաններ դնում է, չէ՞, մեծ փաթեթ է։ Հիմա մեր նախապայմաններից մեկն էլ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Հիմա Հայաստանի վարչապետն ասում է, որ եթե հակամարտությունը գնում է դեպի լուծում, ԵԱԿ Մինսկի խմբի գոյությունը այլևս շատ կարևոր չէ, բառացի չեմ մեջ բերում։ Համաձայն եք այս դիտարկման հետ ԵԱԿ-ի։ Գիտեք, ես ասեմ այդպես, ես ունեմ վերապահումներ ու նաև Նիկոլ Փաշինյանը ունել վերապահում։ Հիմա շատերը մոռացան։ Հիշում եք, որ Մինսկի խմբի հետ կապված առաջի անգամ Ադրբեջանը մոտավորապես մի տարի առաջ բարձրացրեց, մերոնք ասացին, որ սկզբունքորեն համաձայն է, բայց մի պայմանով, որ Ադրբեջանը համաձայնվի արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը, տարածքային նկարտումները Հայաստանից հանի։ Կոպիտ ասած, այդ կետում, որ մենք ստորագրում ենք, որ հրաժարվում ենք Մինսկի խմբից, Ադրբեջանի հետ միասին դիմում ենք ԵԱՀԿ-ի գրասենյակ եւ այլ, որ մերոնք ասում են, որ անպայման այնտեղ կետ լինի, որ կողմերը համաձայն են փոխադարձ տարածքային վեճերի մասին չբարձրացնեն նաև այդ թվում արևմտյան Ադրբեջան։ Բայց եթե այդ վերապահումը չլինի, ես դեմ եմ պարզա, քանի որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մենք հասկանում ենք Ղարաբաղի հարցը ինչ վիճակում են, ես միամիտ չենք, թող մեզ չբացատրեն դա, բայց ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ապացույց է, որ մենք ագրեսոր չենք։
Եթե մենք հրաժարվում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, գիտեք, հետո ինչ ուզում են կասեն ադրբեջանցիք, կասեն դուք եք հարձակվել, դուք ագրեսոր եք 30 տարի։ Բայց եթե դուք նայում եք փաստաթղթերը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, նույնիսկ եթե դες դուր չեն գալիս, այնտեղ հստակ ֆիքսված է, որ Հայաստանը ագրեսոր չի։ Ուղղակի հակառակը կային փաստաթղթեր, հայտարարություններ նախագահների Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, որտեղ որ քննադատվում էր Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, ոչ կառուցողական։ Մեզ համար դա պետք է, որ վաղը մեր ապագա սերունդների վրա 100 միլիարդանոց պարտք չի գցենք։ Այդ իմաստով, բայց կառավարությունը այն վերապահումները ճիշտ էր անում, ասում է Ադրբեջան հրաժարվի ցանկացած բողոքից Հայաստանի դեմ, նաև արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսությունից մենք համաձայն ենք։ Հիմա եթե վաղը կառավարությունը գա ասի, չէ, մենք համաձայնվեցինք մաքուր ընդունել պահանջը, ես ճիշտ ասած համաձայն չեմ լինի։ Պայմանագրում չկա նաև որևէ բան այն մարդկանց մասին, որոնց վերադարձի մասին խոսում է ԽՍՀՄ փլուզումից հետո իրենց բնակության նախկին վայրերը, եւ չկա նաև հաղորդումների ապաշրջափակման մասին իրենց տրամաբանությամբ։ Եկան սա նշանակում է, որ ճանապարհների ապաշրջափակումը շարունակում է մնալ մեր մոտեցումների տրամաբանության մեջ, այսինքն բացառվում է միջազգային տրամաբանությունը եւ ճանապարհները ապացվում են յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության եւ իրավազորության տրամաբանության ներքո։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, մենք խոսում էինք այն մասին, թե ինչ կա եւ ինչ չկա համաձայնեցված, այլևս համաձայնեցված խաղաղության համաձայնագրում եւ հասանք հաղորդումների ապաշրջափակմանը։ Նայեք, Ադրբեջանի դիրքորոշումը նա է։ Մենք Հայաստանի հետ բանակցեցինք, խաղաղության ինչ որ պայմանագրի հետ կապված ավարտեցինք, բայց չենք ստորագրում, քանի որ խաղաղության պայմանագրից դուրս կան հարցեր պետք է լուծվեն։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբից դուրս գալ, նաև ապաշրջափակում, հիշում եք, կողմերը համաձայնեցին, դա վաղուց է, 1.5 տարի առաջ։ Այս հարցը դուրս բերել խաղաղության պայմանագրից։ Կոպիտ ասած, որ մենք ասում ենք Սյունիքի միջանցք, չգիտեմ, տալ ճանապարհներ, չէ, դա առանձին է։ Ուրեմն մարդիկ պետք է հասկանան, որ նույնիսկ եթե ստեղ ստորագրենք, լիքը հարցեր կան, որոնք համար մենք պետք է պայքարենք։ Հիմա Ադրբեջանը ինչ նուրբ քայլ այն ժամանակ արեց։ Ինքը տարանջացեց շատ ու շատ հարցեր, որ մեզանից կորզի ստեղ օրինակ երկու կետերի զիջում, հետո քայլ առ քայլ կորզելու։ Մենք պետք է դա իմանանք, չէ։ Չեմ ասում չգնայինք բանակցությունների, ուղիղ հակառակը ճիշտ են կարել որ գնացինք, բայց պետք է իմանանք, որ այդ իրանց մանիպուլյացիայով իրանք շարժվում են, այո։ Հիմա ստորագրելու հավանականությունը առաջիկայում մեծ է, փոքր է։ Հայաստանը հայտարարում է, որ մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ինչպիսին է Ադրբեջանի արձագանքը, դուք արդեն մի փոքր խոսեցիք, ես ավելացրեցի նաև Ալիևի հայտարարությունները այն մասին, որ մենք չենք վստահում, որ այսօրվա կառավարությանն էլ չենք վստահում, պետք է փաստաթղթեր ունենանք, նրանց սահմանադրությունը պետք է փոխվի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբից պետք է հրաժարվենք, սա է մեր ուղերձը Հայաստանին։ Այս ուղերձը իրականում ինչի մասին է, որ մենք չենք պատրաստվում առաջիկայում ստորագրել։ Ես կարծում եմ չեն ստորագրի իրանք, չեն ստորագրի։ Հայաստանի լոգիկան այլ էր։ Ես կառավարության լոգիկան լավ եմ հասկանում, չեմ ասում ամբողջությամբ համաձայն եմ, տեսակ իմ դիտողությունները արեցի, բայց լոգիկան որն է։ Մերոնք համաձայնվեցին այն երկու կետերի հետ, ու հիմա ծանր վիճակում Ադրբեջանն է։ Հիմա մերժել տրամաբանական չի ստորագրել խաղաղության, քանի որ մենք փաստորեն Ադրբեջանի ձևակերպան հետ այն երկու կարևոր կետերի հետ համաձայնվեցինք։ Հիմա իրանց դաշտում է գնդակը։ Հիմա իրանց դաշտում է, բայց այդ պահանջներից զատ նաև Հայաստանից սպառազինման մասին են խոսում ու կխոսեն ու առաջ կտան։ Ասում են Հայաստանն է պատրաստում պատերազմի եւ նրան այդ պատերազմի նախապատրաստում է Ֆրանսիան եւ նախագահային Պարագայում եւ որ Մակրոնը ողջունում է, ասում է սա լավ ճանապարհ է դեպի կատարածաշրջանում կայունություն, խաղաղություն եւ Ճիշտ է։ Բայց հիմա մենք պետք է սովորենք, մենք բոլորս եւ առաջեր կառավարությունը օգտագործել այս դիվանագիտական ոլորտում փոքր առավելություն, քանի որ Ադրբեջանը հիմա չի ստորագրի ու մենք պետք է ասենք ժողովուրդ ջան, աշխարհ ջան, ինչ կարող ենք արեցինք, ինչ մեզանից պահանջում ենք ստորագրեցինք, նույնիսկ հասկանալով, որ իդեալական տարբերակ չի, բայց դա պետք է սովորես օգտագործել։ Օրինակ,
Զելենսկին օրինակը բերեմ, ընդհարվեց Տրամպի հետ, դա ռիսկային էր։ Հետո ասեց, լավ, Տրամփ, համաձայն եմ, ինչ ես դու ասում, համաձայն եմ, ու շահած դուրս եկավ, հիմա ճնշումը գնում է Ռուսաստանի վրա։ Այս լարերի վրա, եթե մենք կարողանանք աշխատել, նույնիսկ այս զիջումային երկու քայլերից, որոնց նկատմամբ ես դիտողությունները նոր ասեցի, նույնիսկ շահած կարող ենք դուրս գալ։ Բայց Ադրբեջանը իմ կարծիքով չի ստորագրի, ու եթե մենք կարողանանք դա ի դեմս Ադրբեջանի օգտագործել, այդ դեպքում կփոխվի մի քիչ մթնոլորտ։ Ու նաև ես Թուրքիայի հարցով ուզում եմ։ Ես հաջորդի սպասում եի Թուրքիային, այսինքն Զելենսկի, Տրամփ, Պուտին մեծ հաշվով ուկրաինական թնջուկ մենք խոսենք, բայց մինչ այդ հայ-թուրքական հարաբերություններ։ Հիմա ինչ ընթացքի մեջ է հայ-թուրքական հարաբերություններ, արդյոք ճիշտ ժամանակն է առաջ գնալ ավելի մեծ քայլերով դեպի այդ հարաբերությունների կարգավորումը։ Նու հենց դա էլ անում է կառավարությունը։ Հենց դա էլ անում է։ Ինչու Նիկոլ Փաշինյանը հենց այս օրերին հրավիրեց Թուրքիայի լրագրողներին։ Լավ գաղափար էր, թե լավ չէր։ Իմ կարծիքով վատը չէր։ Բացատրեմ ինչու վատը չէր։ Քանի որ Թուրքիան ինչ է ասում, ու շատ կարևոր է Բաքվում այդ Բաքվի գլոբալ ֆորումի ամեն տարի անցկացնում է։ Բաքվի գլոբալ ֆորումին Թուրքիայից եկավ գլխավոր խորհրդականը անվտանգային եւ արտաքին հարաբերությունների հարցերով Էրդողանի, Թուրքիայի նախագահի։ Ու այդ դեմքը ելույթ ունեցավ։ Ու այդ դեմքը այնտեղ ասեց, որ մենք չենք դավաճանի Թուրքիային, բարեկամ ենք, չգիտեմ, ամեն հարցով ձեզ հետ ենք, բայց ասեք մեկ բան։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, մենք կբացենք սահմանը Հայաստանի հետ։ Հիմա ասենք մենք միամիտ ենք, հավատում ենք։ Դա չի բացառվում։ Թուրքիայի շահերից այսօր դա ելնում է։ Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը մոտ ժամանակներս Թուրքիան կբացի սահմանը։ Կարող է վաղը ամեն ինչ փոխվի, այդ գիտեք, մեծ խաղեր, մեծ ծերի միջև, բայց այսօր իրանց ձեռնտու է, քանի որ Թուրքիան հիմա կապում է իր անվտանգությունը, գիտեք, Եվրոպայի հետ, ինչի Թուրքիան դուրս եկավ Ամերիկայի դեմ։ Ոչ թե Թուրքիան իր անվտանգությունը Եվրոպայի հետ, Եվրոպայի անվտանգությունը իր հետ է կապում։ Ապրեք, բայց չէ, միտքս ինչու է, քանի որ Թրամփի համար մեկ մարդիկ պետք է հասկանան։ Թրամփը հետագարկիր նախագահ է, անսպասելի նախագահ է։ Բայդենի համար դաշնակիցը Ամերիկայի եւ Իսրայելն էր, եւ Եվրոպան էր, եւ Կանադան էր։ Հասկացաք, Թրամփի համար մենակ մի դաշնակից, Իսրայել, բոլորը գիտեն։ Ու Թուրքիան հասկացավ, որ ո՞տ է վիճակը, քանի որ Իսրայելի հետ ունեն դաժան հակասություններ։ Ավելի մեծ, քան թե Իսրայել-Իրան։ Շատերը մտածում են, գլխավոր Իրանի հակառակորդը Իրանն է, դա սխալ մոտեցում է։ Թուրքիան ավելի լուրջ հակառակորդն է այսօրվա իրավիճակում Սիրիայում, Լիբանանում եւ այլ Գազայում։ Դա է պատճառը, որ Էրդողանը հասկանում է, տեղ չունի ինքը Տրամփի մոտ, շատ մոտ տեղ չունի։ Հասկացաք, ինքը ոչ դաշնակից է, ոչ էլ պարզել չի ինչա։ Դա է պատճառը, որ դուք ճիշտ եք, ինքը գնում է դեպի ու քանի որ ինքը գնում է դեպի եվրոպական անվտանգային համակարգ, ուղարկեց իր գլխավոր շտաբի բանակի Թուրքիայի, ուղարկեց Մակրոնի մոտ, որ Մակրոնը հանձնարարական տա, ինչ ինքը պետք է անի, մտածեք, Թուրքիայի նախագահ ուղարկում է Մակրոնին ու ասում է ենթակա է իմ շտաբի պետը քեզ։ Լուրջ քայլեր են։ Հիմա Եվրոմիությունը ինչ ասում։ Դե բաց Հայաստանի այդ սահմանը, որ մենք ստեղով էլ Թուրքիայով մտնենք Հարավային Կովկասում եւ քո դերը կուժեղանա եւ մեր դերը ու անվտանգությունը համատեղ։ Դա է պատճառը, որ Թուրքիայի շանս կա, որ կբացի, ու դա է պատճառը, որ այդ գլխավոր խորհրդականը Բաքվում Ալիևի մոտ ասեց, որ եթե դուք ստորագրեք, մենք կբացենք։ Եվ մեզ համար էլ չափազանց կարևոր է, որ եվրոպական անվտանգային նոր ճարտարապետության առաջնորդությունը կարծես թե Ֆրանսիան է ստանձնում։ Մեզ համար շատ կարևոր է։ Առանձնաշնորհյալ հարաբերությունների նկատի ունեն։ Ու այսօրվա իշխանությունը Հայաստանի դա հասկանալով նաև հիմա ել ավելի ակտիվ փորձում է Թուրքիայի հետ համագործակցություն անել։ Կստացվի թե ոչ շատ դժվար է ասել, Ալիևը օրինակ դեմ է բարձր, որ Թուրքիա հայկական սահմանը, թուրք-հայկական սահմանը, հայ-թուրքական սահմանը բացվի։ Բարձր ինքը դեմ է։ Դա է պատճառը, որ ինքը հիմա կդիմադրի, որ շուտ չստորագրի այդ փաստաթուղթը։ Նո, բայց ճնշումը կլինի իր վրա Եվրոպայի կողմից, նայեք ինչ է լինում։ Լավ, հիմա արդեն Զելենսկի, Տրամփ, Պուտին, Ուկրաինա։ Ինչ է կատարվում ձեր գնահատմամբ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում
Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան համաձայնեցին, այսինքն Ուկրաինան ընդունեց Միացյալ Նահանգների առաջարկը 30-օրյա հրադադար։ Մինչև 3 Ռուսաստանը դեռ չէր հստակեցրել իր դիրքորոշումը, հիմա չգիտեմ, ասեմ, սա հստակեցում է թե չէ, ամեն դեպքում Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ այդ 30-օրյա հրադադարի օգտին ինքը կողմ է։ Նու ես կարծում եմ այդ համաձայնեցված աշխատում է Ալիևը Պուտինի հետ։ Ալիևն էլ ասեց, մենք համաձայնեցրեցինք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, շատ լավ է, Բայրամով ասեց, դա շատ լավ է, բան, բարձր բառեր, հետո ասեց բայց։ Այ Պուտինը, եթե դուք կարտակ, Պուտինն էլ նույնը։ Ես կարծում եմ իրոք Ալիևը Պուտինի հետ ամենօրյա կապի մեջ է համաձայնեցնում էր, սա զուգահեռներ կան։ Պուտինը ասում է, չէ, չհամաձայնվես, որ Թուրքիան չուժեղանա։ Դրա դիմաց ես քեզ Ղարաբաղը տվեցի, հա, ուրեմն դու չպետք է համաձայնվես, քանի որ պարզը Թուրքիան Ադրբեջանի համար ավելի կարևոր է, բայց Ալիևը պարտք է։ Պուտինն է դատակեց հայերից Ղարաբաղը։ Այդ Հայաստանում կարող է մի մասը մարդկանց չեն հասկանում, կարող է նույնիսկ մեր սիրելի ղարաբաղցիք չեն հասկանում, բայց մենք պրոֆեսիոնալ ենք միջազգային մակարդակի։ Ուրեմն Ալիևը պարտք է Պուտինին։ Դա է պատճառը, որ ինքը զանգում է Պուտինին ասում է, այ հիմա համաձայնեցրեցին հայերի հետ, ստորագրեն թե ոչ, Պուտինը ասում է չէ։ Ու անընդհատ կապի մեջ են։ Ու Պուտինը նույն մեթոդները, որը սովորացնում է Ալիևին, անում է Ուկրաինային։ Նայեք, Պուտինը ինչ ասում Տրամփին։ Միանշանակ համաձայնում, ինչի մասին է խոսքը։ Բայց ասում է։ Այդ բայցի մեջ գիտեք ինչ է մտնում։ Այ որ Ալիևը մեզ ասում է զինաթափվեք հայեր։ Զենք չառնեք։ Այն նույնը Պուտինը։ Ես ուզում եմ ասել, այդ զուգահեռները, դուք շատ ճիշտ ձեր հարցում բարձրացրեցիք զուգահեռները ակնհայտ երևացող են։ Հիմա ինչ սպասել։ Այս արձագանքից հետո երկար, կոշտ, ժամանակատար ինչ-որ բանակցություններ եւ արդյունքում ինչ։ Շատ բան է կախված այս բանագնացի հանդիպումից Ռուսաստանում։ Այդ բանագնացը, որը Ամերիկայի Տրամփի, որ հիմա եկավ Բաքու, ակնհայտ է, որ համոզելու Ալիևին Հայաստանի հետ ստորագրել այդ պայմանագիրը, ինքը այնտեղ բանակցություններ էր վարել, չգիտեմ, այդ բանակցությունները ինչով ավարտվեցին, դե այդ ինֆորմացիան կամաց դուրս կգա մոտ ժամերս, ես չեմ հավատում, որ Պուտինը կհամաձայնվի, որ զինադադար լինի ու թույլ տան, որ եվրոպական երկրների խաղաղապանները մտնեն Ուկրաինայի մաս, ոչ թե գրաված մասերը Ռուսաստանի կողմից։ Ես չեմ հավատում, դա է պատճառը, որ հավատ եմ, որ Պուտինը կհամաձայնվի 30 օրով զինադադարի գնալ։ Իսկ մինչ այդ կրակոցները շարունակում են, այսինքն մեկը մյուսին ավելի թեժացած, այսինքն սա փոթորիկ հանգստից առաջ, թե փոթորիկ որպես շարունակություն։ Ես չեմ հավատում, որ Պուտինը, նույնը չեմ հավատում, որ Ալիևը կստորագրի փաստաթուղթը։ Սրտի խորքում ուզում են, որ ստորագրի, բաց ձեզ ասեմ։ Այս մեր շայրից էլ բխում է նույնիսկ այս տեքստը, որը մեղմ ասեմ, ունի շատ թերություններ մեզ համար։ Թերություններ սովորաբար, եթե բայց ուզում եմ, որ ստորագրի Ալիևը։ Լավի ու վատի մասին չի, հնարավորի եւ անհնարի մասին։ Բայց ուզում եմ, որ Ալիևը ստորագրի, բայց ցավով պետք է ասեմ, որ չեմ հավատում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա Ազատ զրույցներ Free News եթերում ես զրուցում էի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Կհանդիպենք։